նախորդ 5 տարիների ընթացքում եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս մեր բոլոր հնարավորություններով պայքարել ենք, որ երկիրը այս կետին չհասներ։ Այո, դժբախտաբար հունիսի 7-ի ընտրությունը եւս այս կորուստների, զիջումների շղթան կտրելու հնարավորություն։ Տեսամաս սպասելի չէ, որ հունիսի 7-ին կարող են վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, շատ անակնկալ էր։ Մենք ամեն ինչ արել ենք եւ նաեւ բոլոր հնարավորությունները տեսնում էինք ամսի 7-ին այդ շղթան կտրելու, բայց հաշվի առնելով ինչ պայմաններում եւ ինչ ձև տեղ ունեցավ ընտրությունները, այո, Ինչպես եք վերաբերում, որ Աղվան Վարդանյանը խոստացավ մանդատը չվերցնել, հետո ըստ էության դժեց իր խոստումը։ Աղվան Վարդանյանը բազմաթիվ անգամ ապացուցել է իր տղամարդավարի քայլերն ու գործողությունները եւ ինքը մեկնաբանություն տվել է ավելացնելու ոչինչ չունի։ Գալու եմ կանեմ ձեր եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Այս խորհրդարանում հենց ձեր երկուսի կողքի պետք է կանգնել Աղվա Վարդանյանը։ Դրանից առաջ նաեւ ասել էր թիմի կողքին, իսկ ինչ վերաբերում անուններ տալուն, հավանաբար ինչ-որ մի բան գիտի, որ ասել է։ Նարեկ Կարապետյանի կողքին ինչի է կանգնում։ Տեսեք, մենք կարծում ենք, որ այսօր այն վիճակում չենք, որ այդքան տարանջատումներ դնենք։ Աղվան Վարդանը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ իր թիմին հավատարիմ գործի չէ, դրա տակ այլ ենթատեքստեր ընտրել պետք չի։ Եվ կարծում եմ պատասխանեց էլի, շատ ավելի լուրջ դուրակարգեր ունեն։ Ժորժ ջան, լավ մնացեք, դեռ առիթ ունենալու ենք, էլի խոսել։ Չկա, որ իշխանությունը հենց առաջին օրով ոչնդոտի ինտիմության գործում։ Միշտ կա, ինչի՞ չէ։ Իսկ սա դրանքն է հնարավոր։ Իհարկե հնարավոր են։ Իսկ պարոն Սաղաթելյան, չէ՞ կարծում որ